We've got about 8 or 10 minutes for some Q&A. I might like to begin by asking something, if I may, since I'm here. This is for Lucine, and I would love to have a larger conversation about sort of your work that you're doing, and what Levon is doing too, and bringing these kind of two different approaches to Gurdjieff's music. But for the moment, that's probably a larger conversation. But I'm wondering, I'm thinking about a lot in relation to cultural translation, transformation, and also keeping in mind maybe this idea of the Harnell Miatsnell from Gurdjieff, this blending, the higher blends with the lower to actualize the middle. And maybe for you as a presenter who spent a lot of time with this music now, thinking about, is there something more, like we can see in there the similarities between some of the forms, sounds, and the pieces, and then what was produced. But I wonder if there's something else in that you sense, besides just a translation. Is there anything else that is coming to you or coming through the music that you felt or sensed that's different? Maybe it's something that Gurdjieff brought, or if it's something that is perhaps unique. But does this question make sense? Yeah? Yeah. If you could speak to that would be wonderful. Thank you. Հարցը շատ հետաքրքիր է։ Ես կսկսեմ երևի Լևոնը կլրացնի։ Ուզում եմ ես ասել, որ ինչպես է եղել իմ ծանոթացումը ընդհանրապես Գյուրջևի հետ։ Գյուրջևի հետ երաժշտության շնորհիվ, երաժշտության միջոցով եմ ծանոթացել, եւ ամենաառաջինը, որ ես լսել եմ, հայկական երգն եմ լսել, որի մեղեդիները ես ծնունդով Գյումրիից եմ, եւ ինձ շատ հոգեհարազատ թվացին, չնայած ասեմ, որ օրինակ ես նոր լսում էի, ձեր մոտեցումը շատ անաչառ է, գիտական է, կողքից, եւ ես արդեն երկար տարիներ 2006 թվականից ուսումնասիրում եմ Գյուրջևի երաժշտությունը։ Դուք հետաքրքիր մտածումներ տվեցիք, բայց իմ համար շատ հոգեհարազատ է, եւ ես Գյումրիի ելևէջներ էի զգում։ Հետագայում, երբ որ ես փորձում էի գտնել այդ ելևէջները, կարող է գիտականորեն չկա, բայց դա հոգեհարազատ ինչ-որ մի բան առեղծվածային, որը ես այդպես է չհասկացա, եւ այդ հայկական երգը եղավ բուն պատճառը, որ ինձ բերեց դեպի Գյուրջևի ուսմունք, եւ այժմ Գյուրջևի դպրոց Հայաստանում, որտեղ ես հաճախում եմ, նվագում եմ շարժումների երաժշտությունը եւ դպրոցի անդամ եմ, ու ինձ համար բացվեց հետաքրքիր առեղծվածային մի աշխարհ։ Կան շատ տիպիկ իրապես հենց հայկական օգտագործումներ, արևելյան, քրդական, հունական, եւ նաեւ ասեմ, որ ծագումով հունահայ եմ նաեւ, պապիկս Կարսից է, եւ շատ հոգեհարազատ այդ ելևէջները իսկապես կա, դրան լրացում նաեւ հետաքրքիր առեղծվածային մի նոր երևույթ, նոր ելևէջներ, որոնք իսկապես չկան, բայց այնքան բնական է օգտագործված, որ հավատում ես, որ դա այդպես էլ եղել է։ Չէ՞ Լևոն, եթե լրացումներ ունի Լևոնը, այսքան։ Շնորհակալություն։ Իհարկե հոգեհարազատ է։ Գյումրի հայկական արևելքի ամենավառ արտացոլումներից է Գյումրիի մշակույթը, բայց այն նաև բազմ էթնիկ տարրեր է ներառում, եւ մենք արևելցի ենք մեր կենցաղով, երաշտական մտածողությամբ, մոնոդիկ երաշտական ժառանգությամբ, այնպես որ այստեղ հակասություն չկա, ինչ վերաբերում է ուսմունքին, շարժումներին, պտույտներին, դրանք արդեն մեր ավանդույթում անալոգ երևույթների հայտնաբերման առումով դուք այդպիսի նյութ չեք տեսնի։ Խոսքը վերաբերում էր ոչ թե մեղեդային ձևավորումներին, որ նեյտրալ են, եւ նրա ունիվերսալ մտածողության արտացոլումներն են, ոչ զուտ հայկական կամ զուտ հունական։ Կան առանձին նմուշներ, որ նա լսել դրանցև է։ Հենց Նիկոլայոս Տիգրանյանի մուղամները, որ կոչել է մուղամներ, դրանք պարսկական մուղամներ չեն, դրանք հայկական, քրդական, պարսկական նյութն է, որ Ալեքսանդրապոլում դարեր շարունակ լսվել է, Աղամալ Մելիք Աղամալյանը նվագել է, գրառումներ են արել, դեռևս 19-րդ դարի վերջին
Տիգրանյանը գիտեք, որ 1900-ական 1894 թվին է սկսել գրառել, առաջինն է եղել։ Այնպես որ նա հետևորդներ է ունեցել, նրա մշակումները ազդել են մյուս երաժիշտների վրա, պարզապես Գուրջիևի ժառանգությունը շատ կարևոր է, դրանք շատ մեծ չեն բազմաձայնված դաշնամուրային ստեղծագործությունները, արևելյան մոնոձայի, այս առումով դրանք իսկապես հարստացում են մեր եւ գիտելիքը եւ լայն հնարավորություն տալիս հետագա համերգային գործունեության փոխադրումների, մշակումների համար։ Peter, you got a question? Anyway, I'll speak live. So I have that question for Lucien. Okay, great. We're in business. Yes, so we know quite a lot about a great deal of the Russian church music that very powerfully influenced Gurdjieff. You gave an example then of the Devormia from the Armenian liturgy and connected with Gomidas. So my question is, how much more do we have of Armenian church music that is in the Gurdjieff de Hartmann collection? Մի քիչ շատ ավելի լայն ուսումնասիրության կարիք ունի անկեղծ ասած, բայց օրինակ ես որ նվագեցի համերգին, հենց առաջի ստեղծագործությունը, ուղղակի դաշնամուր եթե լիներ, ավելի հեշտ էր այդ ինտոնացիաները ցուցադրելը։ Ես ուզում եի այդ թեման էլ վերցնեի, բայց քանի որ կոնկրետ ճիշտ նույնն է չի, կարող է ոչ երաժիշտը այդքան չզգա, բայց հենց այդ թիվ 10 առաջի վոլյումից ստեղծագործության մեջ կա պատարակից հատված Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, հենց սկզբի հատվածն է եւ ես այդ ստեղծագործության մեջ շատ եմ սիրում հենց այդ հատվածի համար, որից հետո շարունակվում է արդեն ճամփորդությունը շատ հստակ լսվելի է այդ տոնայնությունը, բայց եթե դաշնամուր լիներ, ես կկարողանայի շատ տիպիկ ցույց տալ։ Մի փոքր ինտերվալների տեղափոխության դասավորություններ կա, բայց ինքը հստակ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավի մոտիվներն է ոչ թե տիպիկ օգտագործել, այլ մոտիվներն են, դասավորություններն է օգտագործված եւ շատ հաճախ Գուրջևի երաժշտության մոտ կա մեր եկեղեցական պատարակների ավարտունը, երբ որ ավարտվում է տերցիաներով, տերցիա է 3 հնչյունների մեջտեղը տոնիկան է, տարարամ, մեր պատարակին շատ բնորոշ, շատ հաճախ Գուրջևի երաժշտությունները ավարտվում են այդ մոտիվներով, կամ մի փոքր տեղափոխություն կարող է բարարամ, տարարամ, տարարամ, հնչյունները, այդ 3 հնչյունների փոփոխությունները եւ ինքը շատ լայն ուսումնասիրության թեմա է, ամեն ստեղծագործության մեջ կարելի է գտնել, դրա համար հարկավոր է շատ լավ իմանալ տիրապետել պատարակը եւ շատ լավ իմանալ Գուրջևի բոլոր ստեղծագործությունները, շատ լայն ուսումնասիրության թեմա է։ I had 2 questions also for the elite, if I may. So I was very interested in the information that you brought. I had heard this from other sources about de Hartmann playing some music of Gomidas in different places. I wonder if you could tell us a little more about the background to that, give us a little more detail on the precise occasions. That was the first, and then the second one related, I think it makes a great deal of sense. But if you could give us more of an example of the impact that you talked about of Russian Orientalism in the background of de Hartmann, and to what degree this is actually displayed in the actual music or the Gordikavorum, the harmonization that he gives. Yeah, instrumentation or harmonization. No, those facts, informations contain the prefaces of the volumes, musical, volumes, They mentioned that they came
to Yerevan, and they specifically Hartman, got acquainted with the music of Komitas, and he started to play he played this in one of the concerts in Yerevan, exactly in Yerevan, and then he used to play that music. But when more information on that topic, I can't provide right now. Right now, I don't know. What else? What else? But he was acquainted, he was playing that music, and we can find many similarities, musical expressive means in the dances, Eastern dances, Said dances, or folk dances, melodies, which are closely associated with the Komitasis principles of arrangement, Armenian dances for piano, piano. So on Orientalist influence, the epoch, that period was full of Orientalistic tendencies. French Orientalism, Russian Orientalism, all European, some American composers also had been involved on that area. But Rimsky-Korsakov and the big or handful five, Mussorgsky, Dargamyrsky, it was a powerful school of Russian composers who used in their operas, numerous operas, Oriental themes, Oriental motifs, and the principles of the orchestration or instrumentation, those ostinatos, pedal points, etc., and specifically and particularly the augmented second, which is the most characteristic feature of Eastern music in European or Russian perception. For us, it's not the most important one. Yes, but in European perception, it's one of the definite qualities of Oriental or Eastern music. So in Gurdjieff's music, dances, we can find those principles of augmented. Almost all Said and Dervish music are saturated with augmented seconds, with drones, augmented seconds, improvisation passages, phrases, etc. So I in that arsenal or technical means which used Russian Orientalist, and through Hartman, that lineage, Oriental lineage, passed to their music heritage of Hartman and Gurdjieff. Mhm. It's very interesting because those pieces are not Oriental or Eastern, Western, but the modern features also. They bear the features of modernism, modernist thought. And I mentioned already that almost all avant-gardist composers, were inspired by James Joyce's Ulysses. And they wrote a lot of music compositions, fantasies, homages, omagio to Joyce, omagio to, and Joyce in his Ulysses, other Dubliners, for example, he used to mention hundreds and hundreds names and musical genres, names of modernist composers, classical, romantic composer, Debussy, Mahler, Mussorgsky, Tchaikovsky, Boulez, Schoenberg, all range of avant-garde and classical composers you can find in James Joyce's pages on his extraordinary new technique for syncretic art, poetry, literature, and music. New perception of creating art. I turn that up. Hmm?
Yeah. We're over time. I don't know if it's also short. Very short. Okay. And then we'll wrap up. and have a Ուղղակի quick break. կոմիտասի համար ցանկանում էի ավելացնել, որ պարոն Գյուրջևի խորհրդով երբ որ հարթմանը գալիս է Հայաստան եւ մեկ ստացախոսություն է ունենում կոմիտասի համար եւ այդ դասախոսությունից մեր մեծ կոմիտասագետ Գյոդագյանը իր գրքում նշում է, որ հարթմանը առաջինն էր, որ կոմիտասին անվանեց կոմպոզիտոր։ Մինչ այդ նրան անվանում էին բանահավաք, քանի որ նա հավաքագրում էր ժողովրդական երաժշտությունները, բայց հետագայում դարձավ դրանք իսկապես մեծ կոմպոզիտորական արվեստ։ Եվ շատ մանրակրկիտ զգացվում է Գյուրջև դե Հարթմանի երաժշտություններում, թե ինչքան լրջությամբ է ուսումնասիրել Հարթմանը կոմիտասի երաժշտությունը եւ այդ շտրիխավորումը փոքրիկ լիկաները, ստակատոները, որով կոմիտասը փորձել է թարի, դուդուկի քառորդ տոները, որոնք չկան եվրոպական գործիքներում դասական, ինչպես նաեւ դաշնամուրի, մենք կարողանում ենք այդ մելիզմերի քառորդ տոները նմանացնել հենց կոմիտասի շտրիխավորումներով, շատ բարդ է այդ շտրիխավորումները կարդալ, ինչպես որ եվրոպական բարոկ երաժշտության մեջ պետք է այդ գիտելիքները ունենալ, որ կարողանալ ստանալ։ Նման շատ լուրջ աշխատանք արված է Հարթմանի կողմից, որովհետև այդ տիպիկ նույն շտրիխավորումները օգտագործված է, որը օգնում է երաժիշտին զգալու թեկուզ բայատի մեջ կա, սայիդներում կա, ուղղակի դա է, շնորհակալություն։ Thank you. So, thank you very much to our presenters.